Ողջունում եմ ձեզ, ինչպես ներյակ եք այսօր հանրային լսումները նշանակված, խոսքը անցել տարուզարկել, Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ես ընկերության տնօրենն եմ, ընկերության, ընկերությունը շահագործում է շատ երկրներով, գիտեք, Սոֆի Բինայի ոսկի բազմամկարանի ակավայրը, հիմա ծանոթում ենք ներկայացել, հանրային լսումներ իրականացնում, վերամշակման գործման գործարան կառուցելու համար ցանկանում ենք հանքակարը, որը որ մեր հանքավայրից դարձուն անում ենք, չտանենք ուրիշտեղ, ուրիշ գործարան վերամշակենք, այլ ստեղծենք մեր գործարան տարածքում, ստեղծենք աշխատատեղեր, նշեմ, որ գործարանի ստեղծման արդյունքում ունենալու ենք մոտ 250 աշխատատեղ, աշխատատեղերի հիմնական մասը աշխատել մասնագիտական աշխատանքները լինելու են առաջնահերթությունը տրվելու է Զառիթափի ժողովրդին եւ շատ ուրախ ենք, որ գերակշռումասը են Զառիթափից ստացվելու արդյունքում իրականացնում ենք մի շարք սոցիալական ծրագրեր, նշեմ նաեւ, որ հիմա համայնքի հետ միշտ կապի մեջ ենք, չի եղել նման դեպքեր, փորձում ենք բացառենք մեզ դեպքերը, որ սոցիալական ինչ-որ ծրագիր կամ միջոցառում լինի, համայնքը մեզ դիմի մենք մերժենք, ինչ-որ կարողանում ենք փորձում ենք աջակցել, համայնքի կողքին լինենք, վերջերս եթե չեմ սխալվում նորից ինչ-որ ծրագիր կա Զառիթափում ասֆալտապատում իրականացնելու, մենք նորից համայնքը դիմեց, մենք էլի չմերժեցինք, մասնակցել ենք այդ միջոցառմանը եւ նույն դեպքերով, նույն ձևով ուզում ենք գնանք առաջ, միշտ համայնքի կողքը լինելով, համայնքը մեր կողքը լինելով, փորձենք եւ համայնքը շենացնենք, եւ պետությունը, եւ մեր ընտանիքները, մեր օրվա հացից։ Եթե կան հարցեր, ես ներկայացնեմ Նիկողոսյանը, մեր մասնագետն է, եկել ենք այսօր գործեր հետ զրուցենք, եթե հետաքրքրող հարցեր կա, ձեր հարցերին պատասխանենք։ Որտեղ է կառուցվելու գործընկալը։ Զառիթափում տեսփային չեմ կարող ասել, ամենայն դեպս փորձել ենք համայնքի ժողովրդի հետ համաձայնեցնենք տեղը եւ միասին ուսումնասիրել ենք, գտել ենք այն ողջամիտ հատվածը, որը որ ամենաօպտիմալն է վերակառուցման գործարան ունենալու։ Կոնկրետ տեղը չգիտեք։ Կոնկրետ տեղը գիտեմ, հասցել չեմ կարող դիվապետ։ Որտեղ։ Կարալարի երկրում ասել։ Լավ գործ է։ Ինչ են կառուցել։ Որտեղ։ գործարան։ Ինչ գործարան։ Ոսկու հանքակարի վերամշակում։ Ոսկին առանց ասել եք երեք մտիրեք բացի եք։ Այդքան ժողովուրդը տաղուր կանգնեցված տանցել մեկի խաբարել է։ Ինչ։ Մենու մեկի տեղի ապել է, որ ոսկի հանդիպած։ Դե ոսկու հանքի թույլտվությունը առնվազն Թույլտվությունը կոյ ժողովուրդի ես եմ այդ մորտիկ եմ։ 2010 թվականից թույլտվությունը։ Առանց են սախի վանդը բացեք սավենի կոտորը գաղան ջերպոզնեք, որ իրեք հոգի արստանում։ Չէ, այդպես հարց չկա, ունավորելու, կողտորելու։ Բա, չկե, ոսկի վարտեղ բացեք դարկ է։ Ինչ տեխնոլոգիա կոչվում բացի։ Ինչպես։ Տեխնոլոգիա, ֆլոտացիա եւ սիանացում։ Դիցիոն էրիկա։ Չէ, սիանը վտանգավորությունը կա, եթե իրան ճիշտ չես օգտագործում, սահմանված պահանջները չես պահպանում, բայց մենք մաքսիմալ գործարանի տեղ կարող եք ասել, որ ուսումնասիրել եք սիանը օգտագործում են, կորզում են ու վնաս են կրում։ Ես մի բան նախ սիանը ներդրել 0.2% սահսակ լուծույթը։ Երկրորդը մենք աշխատել ենք շրջանառու համակարգով, այսինքն սիանի լուծույթները վերադառնալու են հարուսացման ֆաբրիկա։ Ֆաբրիկան սիանը հիմնային միջավայրում ունենում 10-ից 10.5 pH-ը, որ դեպքում ինքը չի որոշանում։ Այդ մենակ չեն անում բնապահպանական համար, այդ անում է ոչ սիանի կորուստեր չունենա։ Ունեցող այդ տեսակետի մենք արտահոսքեր չունենք
Համանուն գործարան, որ մենք կարող ենք տվյալ ուսումնասիրել, Արչուտը, Վանա, Մասիսը մեկ էլ դիշկվաստեի տաշտում է Մեղրի տակ։ Նայեք իսկ Խոչամբարը որտեղ եք նախատեսում կառուցել։ Առաջից տարածքում գործա։ Ոչերը չոր ձևով են կուտակելու, Դրային ոչ ամբար չի լինել։ Չի լինել։ Ինքը 99% չորության մունքը դուրս է գալի։ Չէ՞։ Տենց է, չէ՞։ Ջրային Խոչամբարը որ չի նայել, էլի գնալ։ Էդի ձեր ասածը գաղափարի մոտ նա Արցվանի, տոլի Արցվանի գյուղի մոտ։ ջրային է։ Ջրային։ Չէ, դրանից չի։ Կաղամելու են, չոր բերեն։ Դրա չորի համար օրինակ տվել, օրինակ ես ընդեղ եմ եղել, ամեն մի բնակչին տվել 60-80 հազար դրամ։ Մի բնակչին, դաժե երեխաներն Դե հա ներքացը։ այսինքն որ չորա չեն տան։ Չեմ ամեն։ Մենք սոցիալական ծրագրեր ենք մի իրականացնում։ բան ասեմ, որ ասում է 0.2% ցիանիդ։ Հիմա եկեք մենք ճիշտ է էլի խոսանք, այդ ստեղիցս որ մեկին են թողնելու, որ մենք այդ նախարարություն կամ չգիտեմ ուր դե, որ մենք անձամբ տենենք 0.2%-ը թե 0.10%։ Ասեմ, այդ հարցին եթե կարելի է ես պատասխանեմ։ Առաջի փուլն է, առաջի հանրային դասությունն է, սրան հաջորդելու է փաթեթի ներկայացումը շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ ներկայացնում ենք նախագիծ հստակ իր բացվածքներով, այսինքն եւ բանաձևերով, եւ կառուցվածքով, եւ օգտագործվող ռեագենտներով, եւ պարունակություններով, եւ տոկոսանության ինքը բաց է լինելու բոլորի համար, ինքը ոչ թե մենք մենակ համայնքի հետ խոսալու քննարկելու արդյունքում այդ թույլտվություն տրվելու, այլ Հայաստան ինչքան գերատեսչություն կա, բոլորը ուսումնասիրելու են այդ փաթեթը, բոլորը տալու են կարծիք, բոլորը տալու են առաջարկություն, դրանից հետո նոր շմակ փորձագիտական կենտրոնը ուսումնասիրելու է, դրանից հետո նոր որոշելու է տարբերական եզրակացություն թե չկա։ Ես Գաղտնիքը ուրիշ բան ասում, հետագա վերահսկողությունը ով է իրականացնելու, որ Հետագա վերահսկողությունը իրականացում անդետ եւ բնապահպանության տեսչական մարմինը։ Ասեցա, համենքի հետ կապված, համենքի հետ կապված ես ոնց չեմ տեսնում։ Մեկը ես չեմ կարող ասեմ հիմա ոնց կընթանա այդ խոսակցությունը, բայց մի բան կարող եմ ասեմ, 100% պետությունը ոչ մեկից թույլ չի տա, որ մենք գանք տենանք, թեկուզ մեր աշխուհի, երկու երեխա ունեմ այստեղ։ Մենք թույլ կտանք։ Էդի դուր թույլ տվիր, ես գլուխ չեմ հանում դրանից։ Այդ եմ ասում, մասնագետ ունենանք մասնագետիներ թույլ կտանք։ դրանը ոչ է, այդ երկրի վիճակի իմանալը։ Մասնավոր ընկերությունն է։ Զորբայի դար չի, որ ոչ մեկին ոչի բան թույլ չտա։ Նախ առաջինը պետությունն է տեր կանգնում իր ժողովրդին։ Երկրորդն է, եթե դու մասնագետ կունենաս, կտանես այդ մարդիկ թույլ կտան, որ դու տանես փորձակալության այդ նամակը։ Ես հասկանում եմ, բայց ես ասում եմ դրա համար եմ հավաքվել։ Ես ավելի լավ, կարող օրինակ բոլորը որոշեք, չգիտեմ, իրար այդ ինչ-որ ժամանակացույց որոշեք, տարբերաբար ձեր մասնագետի հետ մոտենաք, մոնիտորինգ անենք միասին, դրա արդյունքում է տեսնենք պահպանվում է չի։ Բացի այդ զարգացի կարող է 50% կամ 40% կամ 30% չգիտեմ, այնտեղ աշխատել։ Հաստատի իրանք այնտեղ աշխատելու են, իրանք տենալու են ինչա կատարվում։ Կարելի է ես նախ հասկացամ, որ շարժման ասուկա ամքեր պիտի շարժվի, մեր պիտի շարժվի, որը հասկանալի է։ Հասկանալի նաև դրական կողմերը մեր համայնքի վերաբերյալ հիմնականում եւ հողի հարկը, եւ ուրբը հարկը, դրան բոլորը գալիս են բյուջեն, բյուջեն աշխատատերը, այս բոլորը հասկանում։ Մեր ազգաբնակչությունը հիմնականը շահորդման ժամանակ էկոլոգիայի վնասի մասին է խոսքը, որը պիտի ազդեցնենք ուղղակի ոչ ուղղակի կերպով ազգաբնակչության վրա։ Հիմա նախ իմանանք դուք 100%-ով եք, թե կիսաֆաբրիկատ գործարանա տվյալ մունքը, որ մշակում ենք,
վերջնական պրոդուկտով է թե ոչ։ Դա իրոք վերջնական է թե իսա ֆաբրիկա է։ Անում ենք դորի ձուլված։ Հա, եւ Ատեի ոսկու ձուլված։ դրա համար են ուրեմն մեզ համար ես առաջարկում հետեւյալը, եւ կարող եմ առաջարկը չընդունվի։ Այդ բոլոր էկոլոգիան մենք հասկանում ենք, որ ունի վերահսկողություն, պետական եւ այլն։ Ուրեմն միջև հողի հատկացնելը այդ բոլոր դոկումենտացիան, էկոլոգիայի կողմից, բնապահպանության նախարարության կողմից բոլոր այդպես եզրակացությունները, որ ներկայացվի տվյալներում համայնքի, որ բոլորը եզրակացություն ունեն, որ տվյալ գործարանը ոչ մի վնասակար ազդեցություն չի գործելու տվյալ բնակարանը։ Որից հետո որ հողի հատկացումը Այո, դրվի համայնքի ղեկավարի առաջ բոլոր փաստաթղթերը, այն բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, հիմնավորում են, որ դա անվտանգ է շահգործան համար։ Տարածքի համար։ Ոչ մեկն է, ոչ մի պետություն չասի, քու ոսկին բերի մոտ, վարակ դանել, մշակի, օծել, կեղտոտի գնա։ Մեր հանքն է, մենք էլ մշակում ենք, մենք էլ, բայց մշակելու համար առաջարկի պետք է հաշիվ առնել ազգաբնակության Միանշանակ ձեր համաձայնեք Ինչպես գիտեք, մեզ մոտ ուրանի հանքեր, որոնք չի բացված, ճառագայթներ կլինի եւ այլ, հապում լիշը, բացում լիշը։ Այդ հարցով ես ուղղակի առաջարկություն ունեմ էկոլոգիան, բնապահպանության նախարարությունը, այն նախարարությունները այն կազմած, որոնք որ պետք է իրոք այդ հարցով փաստաթղթերը հիմնավորված համաձայն Միանշանակ, ես որից ասեմ, հետո մենք նոր մեր համաձայնություն միանշանակ ձեր հետ համաձայն ենք, ասեմ ավելի, գործընթացը ապրելու է։ Եթե հաջողի երկրորդ փուլին հասնենք, երկրորդ փուլի ժամանակ մենք ունենալու ենք բոլոր գերատեսչությունների կարծիքները, ձեր ասած տված, նույնիսկ ոստիկանության, կադաստրի, բոլորին ուղարկվում է։ Բոլորը իրանց կարծիքները դարձին ու դրանից հետո արդեն տեսնում ենք վնաս կա թե չկա։ Եթե վնաս կա, բնականաբար մենք չենք ուզենա գնանք առաջ։ Եթե տեսնենք նորմալ է, նոր կգնանք առաջ։ Ուղղակի մեր ժողովուրդը դա է հետաքրքրում։ Տենց է լինելու է, մենք ձեր հետ Հետո միանշանակ կազմակերպությունը տեղական է թե տեղական։ տեղական կազմակերպություն։ Վար կառավարություն մեկ է, հա, գյուղատնտեսություն ենք զարգացնում։ Գյուղատնտեսությունը քամի ջերմեղ է, դա պետք է սարի թափ է, քամի ժողովուրդը քամվեց։ Զորո ջան, այո, գայության 50-60%-ը աշխատանք չունենալու պատճառով հողը գնացին են։ Հենց իմացար, որ ոչ հանդիպացին կաշապ է, Ամենքի չէ, երկու օր Գինե ջանսեն հետո գինե խիվանդանոցը չինենք պետք է։ Լավ էլի Զորո ջան։ Հələ գնա Խաչարյան նայի տես ինչա Երկան հարցեր կա, ո՞ր է Մեր մնացած համայնքները։ Դա շավ մերուկ է, մեզ անջախ Ես իրը պինգ ապի թե չէ։ Երկան հարցեր են աշխատում, ասես դեր չեսնասն է աշխատում։ Ամար զավի թապը դեր եղավ փողի գուրիշն է քանդեք ձեր։ Զավի թապը եղավ փողի քանդեք։ Եկես իմյանեմ ասել, չերզոդեմ մեկ համ խազդեմ հանքին եղ։ Երկան հանք կա Հայաստան։ Հայաստանի հետ Դերի տասար, Կարող։ Կարո ջան, դու ջայեք տղա ես, չէ, ես տարածաշրջանին էլ ծանոթ չես։ Ես Հայաստանը ռադիոակտիվ էլեմենտները բարձր են։ Չապնացները որ գալիս էին, ինդիկատորներ ես գեպանում դրա։ Նայում էին, զսնում էին սամալոտը հետ էին։ Հետի եկյախա, ռադիակտիվ է մեր մոտ Իսկ այս ռայոնը ամենաբարձրն է ռադիոակտիվության Հայաստանի մեջ։ Այդ տենց ուղղակի մարդկաց մոտ Ցիանիտի հիման վրա, ցիանիտն համարվում է ամենաթունավոր բանը, նյութը։ Ժողովուրդը ինչ անում։ Մի փոքր ժողովուրդը ուրեմն եթե ապահովում եք ամեն ինչով, ես Միանշանակ ապահովելու ենք, եթե աշխատենք ապահովելու ենք։ Ախի թե եք գործարան ուզում բացել, դրեք մի հատ էլեկտրոապարատների գործարան դրեք։ Ապահովների գործարանի հետ առնչություն որ ունենանք մեծ սիրով կդնենք, բայց այս Բանը չի դրա հնարավորություն ունենաք, դրան չունեք։ Մենք այս բանը ես ուղղությամբ ենք գնում, մի ուրիշներ Չի կարելի, մենք ժողովրդին խաբել, բոլորը Մենք ոչ ցավը մեկին չենք խախտում։ Ժողովրդան նայեք, ձեր հալարություն։ Ես համաձայն չեմ։ Նա հարցի պատասխան է։ Հանքի բարձրացում ոնց է։
Ես երկարից դեպի հանքեմ աշխատել, գիտե, գեոգրաֆիական։ Էվերսես ճոխասում են բանը ռադիոակտիվացիա։ Շորջը Ես կա ժամանակ միտեղ մի անգամ մի թեթև շեղում արել, ես որ աշխատել եմ։ Կանչել եք եկել եք նայել, համոզվել եք, փակել։ Ես առաջինը։ Երկրորդն այդ ամեն գործի մասին խոսա մասնագետը։ Իմանա ինչի մասին է խոսում։ Էմարտասմա կբերեք թղթերը։ Ինչ հավնաս, ինչ հավոքուտ դուք կնայեք։ Մասնագետները կազմեք խումբ, մասնագետով, մի հատ մասնագետ հրավիրեք, ես իրար չեք ստանալ։ Թող նայել ինքը մոնիտորինգ արել բաները։ Կողքից ասելու լու կարող է դավադասել ընդհակառակ։ Պետք է փաստերի վրա խոսենք։ Հիմա դու հերքում ես, որ ստե ռադիոակտիվ ֆոնը պակասա։ Ակաշի նույն ձևի որ սա Հայաստանում։ Դու ոնց որ գիտես անենց ասում։ Ես տեսել գիտեմ, նա մի տեղա այդքան դեպքին Եթե նա կա։ դոկումենտացիան տամ դու ինչ կասես։ Ինչ կասեմ։ Կհերքես։ Ինչի բացի գնացել 100 մետրից հանել ես, բանը կարող է մի քիչ խախտում արել, էսանեան։ 100 մետր գետի է։ Այս մարդիկ հանում են գետից ընդհանրել 20-30 մետրի վրա։ Ամավիչեք վիճու բերեք, չապեք, շորջիկը եկերը բերեք, չապեք։ Այդ հանգավարն է ինչ հանգավար է, սացում նա հայկապ։ Հիմա երբ ուզենաս, գործի կոր կարաս, Ճոպոնական է, բացուրի տվից ես եկյանը պախում։ Նես որ ես համոզված եմ, որ խնդիր չկա, ես գիտեմ, որ խնդիր չկա։ Երաշխավորում եք Եթե ճանապարհ չկա, ամեն ինչ նորմալ է, դուք բոլորը ձեր ընտանիքներով պետք է հետեգակ ապրեք զարգացում ակսիոն։ Ըստ եկան ձեր երեխեքի, իմ երեխեքի հետեթան զարգացում մշտական կմնի, որ էկոլոգապես Լսի, իրանք ընդեղ ամեն օր ընդեղ աշխատելու են։ Եթե վնասելնի, առաջինը իրանց է վնասելնելու։ Չի կարելի տենց։ Ինչքան մարդաշարակի կարիք ոչ թե չէ թողել, չէ բացել։ Ոչ միտեղ չեմ գնացել, Մաթեոսյան ջան, հազար անգամ կներել։ Մեզի կներ ես դու Մաթեոս։ Ստեղ մարդին բան մնացել է օդն ու ջուրը, թողեք վայելեք այդ օդն ու ջուրը։ Կարեն, Մենակ այդ եմ ասում։ գործարան սարքելով այդ օդի ջուրը չի։ Գործարան Մաթեոսյան ջան, մենակ գործարանը չի, մենակ գործարանը չի։ Հուսով ենք սաղս ենք ապրենք ստեղ կտենան, լավն է վատն է։ Էկոլոգիապես ավելի համապար, չեկին ստեղը նավջեն, չեկին ացի ավստի գույթների մենա։ Լավ կլի որ օգնեք շենացնել, բայց կասկածում եմ, որ կարա լավ բաններ։ Մենք ամենայն դեպս ինչ ետել է, լավից վաղը չենք կարում, մենակ լավն է։ Վիճանի վաղտով էլ է շատ մասնալիցել է։ Չէ, լավ բան չենք տեսել, ոչ մի է, ոչ էլ ես տեկա, եթե մի բան քանդում ես, Ժամանակ այգել ենք, առաջ այգել բուսկական, ամեն բանը կարան հզգա։ Ես ասում եմ, ես վայոց ձորում, ես արերի մեջ, մաքուր բան մնացել է օդն ու ջուրը, թողեք վայելեք։ Մի քիչ կասկածում եմ։ Հույս ունեմ, որ ինչ-որ տարիներ հետո սաղս էլ ողջ առուժ կհավաքվեք ստեղ, լավ կլինի, ես կասեմ կներես եղբայր։ Ես վստահ եմ, որ մեծ մասը մեր մոտ աշխատակիցներ կլինեն։ Դու հավատում ես, որ վնասելի ես թողեմ աշխատում։ Հավատում ես։ Չեմ անում ինչ կլինի, բայց ասեն, ավելի Ես կարող դուք դիտարու, ես շատ եմ ֆասիտար, ճիշտի տեսնքի է, չեմ պաստակետ չեմ։ Այսօր ոչ մեկին, ոչ մի մասնագետի ես հավրատ մասնագետի հետ եմ կուրսացել, դուք եք կարա գնաք մասնագետների հետ Ես ոչ մեկին իրական մասնագետ։ Կարաք իրար հետ քննարկեն, կարաք դուք մասնագետ։ Ես ասում եմ, ստեղ մնացել է մաքուր, ոչ մի բան չի մնացել գյուղում։ Մաքուր մնացել է ջուրն ու
օդը, թողեք այսպես վայրը։ Մենք դրան չենք կանգնել։ Լավ մնա, բոլորի բարի։ Ստոմա խանգարում է այս կարելի։ Բոլորի երեխեքները իմ 4 տղայի հետ 4 տղաների հերթով 10 տարի ծառայ։ Եթե մաքուրը ավելի լավ օգուտակարի, եկեք ստե մտածենք։ Ավելի լավ, ձեր համար է լավ, ձեր երեխեքը կվար, դու զարթարկ Այստեղ եք չէ որտեղ բնակվում։ Մեր ընտանիքները իրանց մեկ տեղ ունենք բնակվելու, այդ ինչ ասելու բան է, այդ ուրիշ մաքուր տեղա, ավելյալ մաքուր ոտ է, եկեք ստե մտածենք։ Մենք էլ ենք աշխատելու մնալու, կարող ենք երևից ենք նայել, բայց ընտանիք բերել ինչ կապ ունի։ Այսինքն երեխեքին դրոստերից անեք Մենք եթե վստահ չունենք, Մեկ թղթերից ես դրա համար ասեցի, այդ ինչքան շատ եք, չէ, դուք կարեք բոլորով իրարից մի քանի մասնագետ նախաձեռնեք ներգրավի ֆինանսավորում եք, մենք ապահովում ենք, թող գան մեր հետ մասնակցեն այդ պրոցեսին։ Երբ կզգաք, որ խնդիր կա, ստոր կնա, երբ օբյեկտիվորեն խնդիր չլինի, կգնանք առաջ, էլի եմ ասում, մենք ֆինանսավորում ենք ձեր մասնագետին, եթե ուզում եք, մտեք թող գա մեր միասին պրոցեսին Ես ուզենայի ճիշտ ասած երիտասարդներն է խոսք ասել, որտեղ այս աշխատը ստեղծելու արդյունքում ինձ թվում է երիտասարդների համար է հիմնական աշխատանքային ուժը լինելու էլի։ Հայկ Իսախանյան երեգնազորցի գործարար իմ գործը կապված է կողապետության հետ արտադրում են գինու կոնյակի տակարան։ Մեր միջոցները երեգնազոր քաղաքով ես ներկայացնում եմ նախաձեռնողում Գլաձորի պատմամետաղայի հանքավայրի ուսումնասիրությանը շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամ։ Ես 15 տարի է մեր թիմով երկրաժողովում պայքարում ենք ռազմայի հանքավայրի համար։ Պարոն Մաթոյասյան, 150 թերթից բաղկացած կամպետը, որի մեջ կա նաև Զառիթափի մասին, Վայոց մասին, անցած տարի անձամբ ես ներկայացրեցի տեղակալի կապիների շրջանցին։ Մենք անգամ ենք խորացել Վայոց ձորի տարածաշրջանի, հասել ենք մինչև 1910 թվականից, որ առաջի անգամ անգլիացիները եւ ֆրանսիացիները ռուսները Վայոց ձորում սկսել են ուսումնասիրություն։ Ունենք գրականություն։ Դեռ ենք վերել փաստաթղթեր։ Խնդրում եմ լրություն, էլի։ Նրանք բնակատեղեն եղել է Մարիշկայից դեպի Վայչեկով ճանապարհին, մինչև այսօր պահպանում են նրանց գերեզմանները։ 5 տարի այս աշխարհում մնացել են։ Նրանք կազմել են քարտեզ։ Այդ հանքերում աշխատել են մեր պապերը, կոնկրետ իմ պապն աշխատել։ Թողել են հիշողություն։ 60-ական թվականներից ինչ-որ մի անգլիացի եկել է այդ հանքերից գին է պահել։ Ես ամբողջ պատմությունը վերնից նրանք հրավիրել է։ Եվ մենք փաստավավերագրական ֆիլմ ենք անել, արդեն հանում ենք ժողովրդի կարծիքը հանքարդյունաբերության վերաբերյալ։ Եվ որ խորհրդային միությունը հնոց կողքով սողոզը վերացան, բոլոր ձեռնարկությունները կանգնեցին, մարդիկ մնացին անգործ։ Մաքրի ծրագրով եկան ուսումնասիրեցին Վայոց ձորը։ Ես ինքս մասնակցել եմ։ Վերջում ուսումնասիրեցին բոլոր ճյուղերը մեր։ Եկան որ գտան Վայոց ձորի զարգացման փոխությունը գտան գինեգործություն, թաղագործություն, էկոլոգիապես մաքուր եւ տուրիզմ։ Քանի որ պատմությունը մեզ տվել է հրաշալի պատմական հուշարձաններ։ Եվ այս 30 տարի զարգանում է Վայոց ձորը։ Միան այրերի խոշորացած համայնքը 22000 մարդ զբաղված է գյուզերն, դա պարատ մարդ չէ շարի։ Նույնիսկ ավտոբուսներով սեզոնին Եղեգնաձորից Գետափից երիտասարդներին տանում են Աղավնաձորի այգիներում կանաչ կապ։ Ուրիշ աշխատանքներ, այսինքն հələ փորձենք Աղավնաձորցուն ասենք Աղավնաձորի տակ հզոր հանքավայր կա։ Ուրեմն 50-ական թվականներից երբ որ սկսեց Վայոց ձորում գերբել ուսումնասիրություն կատարել, դեռ են բերել նրանց փաստաթղթեր։ Մեր ընկերը ուրեմն այս փաստաթուղթը ռուսերեն է, կասրա անգլերեն տարբերակը, ռուսերեն, որը 1950 թվականին։ Ուրանային հանքավայրի քարտեզը Վայոց ձորի։ Ես բանավոր կասեմ դուք նայեք պարոն Մաթոյասյան։
Այս ամբողջ սևը վայոց ձորնա անուններով գրված է, թե ինչ հագավայրեր կան Ուրանի։ Ուրանը բնությունը այնքան հանգիստ վիճակում է պահում այսօր, նրան ձեռ տալուց է դառնում ահավոր։ Իմ համադասարանցի 6 հոգի մահացել է 5-ը քասկեղով։ Մարիշկայում այսօր 5-ից 4-ը քասկեղով։ Նույնը երևի ձեր մոտ է։ Եվ այդ ամբողջը գալիս է, խնդրում եմ մի թաթեր։ Ես կմոռանամ։ Մի րոպե ասեմ։ Քասկերով Երևանում են մարդիկ մահանում։ Կա հարաբերություն, կա չափ։ Չափը ներկայացրել։ Չափը, հիմա Ես ուսումնասիրել եմ այդ ամեն ինչը։ Թույլ տվեք վերջացնեմ, Ես ուսումնասիրել եմ այդ ամեն ինչը։ Երևանում տոկոսային հարաբերությունը ավելի շատ է, քան Համաձայն չեք խոսել։ Ես եմ քեզ ասում։ Համաձայն չեք։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք։ Ասեմ ես եմ Ուսումնասիրությունը բաշխե զարգացած չի, Այն ձևով, որ այսօր հանքարդյունաբերությունը օգտագործում է Հայաստանում, մենք կատեգորիկ դեմ ենք։ Մենք կողմ ենք հանքարդյունաբերությունը, բայց այս ձևով դեմ ենք։ Ինչու՞։ Ես բացատրեմ։ Ես ինքս գորնի եմ սովորել, մեքենաշինություն եմ ավարտել։ Ես մտածում էի, որ դուք կներկայացնեք ձեր տեխնոլոգիական process-ը, աշխատանքի բավարարական արտադրամասերում թունավորությունների հետ։ Բայց որ process-ն է ներկայացնի։ Փոշի, ինչ քարժարտիչներ ես օգտագործելու, քարժարտիչների փոշի ու ես պիտի իմանամ, որ ասեմ այո։ Ես ենք հələ, մի րոպե ասեմ, այս լսումները նրա համար է, որ մարդիկ տեղեկացնում են, որ իրանք շեմակ խոսակցում են։ Հիմա ես տեղեկացնում եմ։ Վերջը մասնագետների են բերեմ, որ ուսումնասիրեն, այդ ուսումնասիրությունից ամեն ինչից հետո լսումներ են անելու, այդ մարդիկ ներկայացնեն, թե ուրեմն հաշվեք, ես ձեզ տեղեկացնում եմ այսօր այն ինչ ես գիտեմ։ Ով ինչ գիտի թող ասի։ Ուրեմն Ադրբեջանում ցանկացած հանքի 79%-ը պետական է, ուզում եմ իմ երկրները լուսնի։ Հենց որ կփոխվի հանքարդյունաբերության օգտագործում օրենքը, որտեղ կլինի պրեզենտ 50% պետությանը, որտեղ սահմանադրությունը ասում է ընդերքը եւ նրա հասցությունը պետության բացառիկ սեփականություն է։ Այսօր կոպեկներով շահորդում։ Եթե 100 տարի օգտագործում են քաջարան, պետք է դրախտ լինել։ Իմ ու քաջարան տարբերությունը կենցաղին տարբեր չի։ Հիվանդության տարբեր է։ Բիրոք է, խնդրում եմ մի խանգարել։ Ես ուզում եմ, ես փորձեցի ձերս կամպանիային ուսումնասիրել ինչպիսի հանքարդյունաբերության ոլորտ։ Գրանց ոչ չեք ուղղում թե։ Որտեղ եք ուզում գրանցած։ Ակերով։ Բայց ի՞նչ կա այդ։ Բոլոր։ Օրինակ, մի հատ օրինակ։ Բոլոր ասում են, հաջորդը։ Ձեր կամպանիան քթավոր 6 ամիս է ձևակերպված։ Որպես դուք իրավահաջորդություններ չի ձևակերպված, նոր ստեղծված կամպանիա, գոնե իրավահաջորդությունը Վարդանի Զարթոնքի, Վարդանի Զարթոնքի անվանափոխությունը արդեն իրավահաջորդություն չի ստեղծված։ Այսինքն մենք դիմելու ենք արդեն դուք ինչքան եք իրավասում, շարունակելի Վարդանի Զարթոնքի, սա կզբաղվեն, այսպես, հաջորդ հարցը, մենք արդեն զարգացել ենք։ Մենք ազատիր համայնք ենք, այս տարածքի ջրերը գալիս է Վայոց ձոր։ Ընդամենը մի ամիս է Իրաքի անապատի փոշի լսում եմ մետրոյի։ Բավը կողքարդրած, և այս տարածքը հարուստ է նիտրատներով և հարուստ է անիզմոլով, բոլորը գիտեն։ Մտնդեղով, Տեղակ եք ինչի մասին։ այո, մի րոպե, ձեր պայթեցումների ժամանակ փոշի հանրային լսումը գործարանի կառուցումը վերաբերյալ։ Մենք չենք ուզում գործարան կառուցել, քանի որ դուք չեք ասել, թե ինչ կարգով է այդ գործարանը։ Բայց հարցնելու փոխարեն ելույթ եք։ Դուք չներկայացրեք։ Դուք պետք է ներկայացնեք, որ ես հարցերի պատասխանենք, հարցերի փոխարեն ես ներկայացնում եմ։ Հետո ասում եք 50%-ը եթե պետության մի համաձայն կրնենք, կատարելությունը ո՞րն է ձեր ասած ուրանի տոկոսայնությունը սեփականատերերի ինչով է փոխում ուրանի ազդեցություն, եթե ուրանի մասին եք խոսում։ Այսօր առաջան ուրանի լսումն է, չէ՞։ Ուրեմն ես գտնում եմ, որ դուք առանց ջերմասերում պետք է ներկայացնեք տեխնոլոգիա։ Մենք եկել ենք քննարկենք։ Ինչ քննարկենք, եթե ես տեղյակ չեմ։ Տեխնոլոգիան ներկայացուցիչ երկրորդ հանրային լսման ժամանակ։ Ես ինչպիսի համաձայնություն, եթե չգիտեմ դու ինչ ես անում։ Նախնական ներկայացում, գոնե համառոտ ներկայացնեք։ Հիմա հարցը դժվար եկել ենք, հավանով ես ներկայացրեցի ուրանի մասին, հա։ Ուզեցանք հարցերի պատասխանել։ Ես եկել ձեր հարցերին
շատ մանրամասն չպատասխանեմ, որտեղ դուք հայտ եք ներկայացրել ընկերուտ մեր կողմից արդեն իրավունք ունեցող հանքավայրի վերաբերյալ արդյունահանման հետ կապված հանրային լսում իրականացնելու համար։ Պարոն Մաթեոսյան, խնդրում եմ, դուք որպես ազգակիր համայնքի բնակիչ եք հանդես գալի, Ես կվերջացնեմ արդիկ խոսել, ես չեմ ավարտի բացահայտեցի, չեմ Պարոն Այսօր հնդրում եմ վերջացնեմ, մի որկե։ Արդյոք եք մարդիկը խոսալ, իրավունք բնակիչները չեն խոսալ։ Վայոց ձորի բնակիչներով այսօրվա հանրային լսման անբաժանելի մաս ներկայացնում ենք ծրագրահավաք։ Մենք ներկայացնում ենք հանրային լսումը ընդհանրապես չի կողմնակում։ Ով ասում չի կողմնակում։ Դրա մասին չի խոսքը բացատրում։ Ես խնդրում եմ զարգացեք այսօրվա արձանագրությանը ծրագրահավաքի մեր բոլոր ծրագրությունները։ Համայնքի բնակիչ չես։ Մաթեոսյան համայնքերություն չես։ Ես ազգային համայնք եմ։ Մի բան ասեմ, ինձ ազգային համայնք եմ։ Ո՞ր ձեր ջերերը գալիս այն ո՞ր Այդտեղ ջուր չկա, Մաթեոսյանը Համայնքի Հիմա խոսա։ Ախոյ որ զարգալի Ես ներողություն խոսացեք ես։ Քսան տարի ես եմ աշխատել հանքերում։ Ես չի, ես 20 տարի։ Mi խոսա այդտեղ։ Ֆինանսավորեք դեր Բա չես ուզում, հա ոչ եք ուզում աշխատի, ոչ խաղայք ես ուզում, ծավ ես Զարթապցիներով մեջարեք նենց Գարեկով համաձայնը ստորագրով համաձայնչի թողելն այդան ժաբերով չեք կարին իստե։ Թուղթը հույն ապրպերից ստորագրով եք։ Չէ, Էսի համաձայնի Եսի կողմից եմ ասում։ Ես ելի կողմից ասեմ Լսի, ես եթե պետք է ապրեմ 70 տարի կռկռալով, ավելի լավ է 50-55 տարի ապրեմ նորմալ ապրեմ։ Ինչ ասել եմ կարող է չեն իջա։ Այդ մարդու ընտանիք մտիկ ընտանիք են Եկել
Հենց ծրագիր բերել մտցնենք, որ բոլորը զոհել են, բոլորը ուրախել են։ Բոլորը որոշում են նոստի է։ Արի ասը։ Արտուշ համի։ Համից կամ։ Արի ասեն ո՞ր։ Բերեք լուրջ ծրագիր բերել, ուսանեն ուրախանա։